Մաշտոցի պողոտայի բախումից շուրջ 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Ռուզաննա Եղնուկյանի գլխին հարվածելու համար։ Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ուժ էր կիրառել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ։ Գետնին ընկած Եղնուկյանի ճակատը վնասվել էր։ Որ ոչինչ էլ չի պարզվելու, կոծկվելու է գնա, չնայած որ իրանք փորձում են ցույց են տալիս, որ ինչ-որ գործողություններ են անում, նորից ինչ-որ հարցաքննության են ինձ կանչել, ինչ-որ հարցեր ունեն տալու, բայց ես մերժեցի իրենց, ասի եթե հարցեր ունեք տվեք, բայց չէ, ես չեմ գալու էլ, ինչ-որ գիտեմ ասել եմ, ասելու չունեմ, բայց ասեցի, որ բերման կենթարկենք, ասեցի բերման ենթարկենք։ Եղնուկյանը համոզված է, որ արդեն ընկած ժամանակ է գլխին հարված ստացել, կարծում է ոստիկանն է ոտքով խփել։ Նրա ճակատին 4 կար էին դրել, տևական ժամանակ ապաքինվում էր։ Հարուցված քրեական գործով առայժմ անգամ կասկածյալ չկա։ Վերջին անգամ քննիչի հետ զրուցել է Ռուզաննայի ամուսինը, ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանը, երբ կնոջն արդեն 4-րդ անգամ էին կանչում հարցաքննության։ Սպառնաց Մինասյանը, որ ես ինչա շոու եք ուզում կազմակերպեք, ասի շոուն դուք եք կազմակերպում տանել բերելով։ Եթե դուք այդպես եք վարվելու, դու ժողին ուզում եք բերման ենթարկեք, հրամեցեք։ Ես դեռ այն գլխից Մինասյանին ասել էի այդ քննիչին, որ ես ասի վստահ եմ, որ դուք այս գործը ջրեք եւ ասեք, որ հանցակազմի բացակայության պատճառով ամենահեշտ ձևը դա է։ Եղնուկյանները տարակուսած են, եթե անգամ պարզվի, որ հարվածը միտումնավոր չի եղել, ինչու հատուկ քննչական ծառայությունը չի գնահատում ոստիկանների այդ օրվա գործողություններն առհասարակ։ Այդ ցուցարարների անվտանգությունը ապահովելու փոխարեն դուք վտանգի տակ դրեցիք այդ ցուցարարներին։ Նույնիսկ օրինակ բերեցի, երբ որ Ռուզանը ուշ կանցած գետնին պարկած էր, իրեն կարտոշկայի մեշոկի պես բարձրացրեցին տարան։ Սա էլ է ցույց տալիս ոչ պրոֆեսիոնալ իրենց գործողություն հետևակ։ Փոխարենը Կարո Եղնուկյանն այսօր ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին։ Ոստիկանությունը նրան վարչական պատասխանատվության է կանչում իրենց պահանջին չենթարկվելու համար։ Ուրեմն ես գնում եմ կնոջս պաշտպանելու, տեսնում եմ, որ կնոջս վտանգ է սպառնում եւ այդ գործողությունների համար ինձ վարչական տուժի են ներկայացնում։ Բավական հաստ փաստաթուղթեր էին ուղարկել, ինչի համար այդքան հաստ, որտեղ բոլոր ոստիկանները այդտեղ ներկա են եղել, ամեն մեկը մի հատ ցուցմունք է տվել։ Այդ ցուցմունքը բոլորի նկատմամբ, բոլոր բերման ենթարկվածների նկատմամբ նույնն է։ Եվ բոլորն են նույն հոդվածի տակ մեղադրվում են նույն ոստիկանների կողմից։ Իսկ ոստիկանները իհարկե ամեն մեկը copy-paste արած Այդ օրվա ակցիայի մասնակից Կարինե Տոնոյանը որպես վկա շուրջ 2 ժամ հարցաքննվել է հատուկ քննչական ծառայությունում։ Ես ուսմունք եմ տվել, որ ոստիկանների գործողությունները տվյալ պահին եղել են շատ անհամաչափ, ես նույնիսկ ասեի անգրագետ, որովհետև Գևորգ Սաֆարյանի գործը ես ասեմ, մի հատ տոնածառի պատճառով արդեն նստած եմ մի քանի ամիս։ Հիմա Ռուզաննային է քաշեցի, այս ամբողջը ոստիկանների անհամաչափ գործողություններն են բնակչության նկատմամբ։ Իրանց հրաման տվողները պետք է հասկանան, որ դա վայրենության աստիճան է արդեն։ Ընդդիմադիրները համոզված են իրավապահները գիտեն ով է հարվածել Ռուզաննային, ու դա է պատճառը, որ մեղադրանք չի առաջադրվում։ Կանգնած եք դեմ դիմաց պարոն Օսիպյանի հետ եւ ասում ենք, պարոն Օսիպյան, կին ասում է, խնդրեմ, այս ոստիկանն է, ցույց ենք տալիս ուղղությունը, ցույց ենք տալիս մարդուն։ Նա շուռ է գալիս մեջքով դեպի այդ կողմ, որ ցույց են տալիս, իրեն, եւ ասում է, գիտեք ինչ, ես ձեզ խնդրում եմ, գնացեք ոստիկանություն եւ այնտեղ ցուցմունք գրեք։ Դրանից աբսուրդ, այդ իրանց ոչն է, պարտակել։ Ես վստահ եմ, որ իրենք գիտեն։ Իրենք այդ վկայությունները ոստացրել են անձնական։ Պլյուս կա նկարահանումը, երևում է ոդկա։ Այստեղ պարզել է, թե դա ում ոդկն էր, այդքան դժվար բան չէ։